Բժիշկներն արդեն երրորդ օրն է պայքարում են ծեծված 1 տարեկան տղայի կյանքի համար։ Երեխան շարունակում է մնալ Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել կլինիկական մահախտորոշմամբ։ Քննչական կոմիտեն սպանության փորձի հոդվածով վարույթ է նախաձեռնել ձերբակալել երեխայի հոր զուգընկերուհուն, նրան ազատության տեղեկություններով շուտով մեղադրանք կառաջադրեն։ Մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է, հաղորդում է ուղարկվել անմիջապես նախարարության կողմից քննչական կոմիտե։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր Նյուզեեմի հետ զրույցում հաստատել է, որ կասկածներն ուղղված են հենց խորթ մոր դեմ, բայց այլ մանրամասներ չի հայտնել։ Իրավապահները չեն մանրամասնում, արդյոք քննությունը կտանեն նաև պարզելու հոր պատասխանատվության հարցը, ինչպես կարող էր նրա փաստացի կինը ձեռք բարձրացնել երեխայի վրա, փոքրիկին հասցնել մահվան շեմին, արդյոք չպետք է քննարկվի նաև ծնողական իրավունքների հարցը։ Նոր ենք խոսում, խաբարել չենք, նոր ենք։ Նոր եկան ասին ստե։ Մենք նոր ենք իման, չգիտենք ով է։ Մենք էդի Վարշավ ապրող ենք, ինչա։ Մենք չգիտենք դաժե նոր ստե խոսում էին, նոր իմացա։ Ազնուչամ եմ ասում, մենք նոր այստեղ միլիցիայք խոսում էին, մենք լսենք թողենք։ Այս բանի երեխան լավ է, ինչ որ բան որ լինի, ես կասեմ։ Երեխայի մայրը 3 ազատությանը պատմել էր, որ հեռացել է ամուսնուց երեխային թողել հոր մոտ մինչև Վարշավ բնակարան գտնի։ Ընդ որում ամուսնու ներկայի զուգընկերուհին իր ընկերուհին է ասել էր։ Ուղղակի երեխուն տարել է այնտեղ ավելի ապահովել էլ ես չգիտեի ինչ կարա լինի։ Իսկ մեր տուն վարձեք, որ երեխուն տանենք, էլի պահենք, տենց ստացվեց։ 21-ամյա կինը նորից երեխայի է սպասում, ունի 4 երեխա, որոնցից 2-ին ըստ մոր համագյուղացիների մանկատուն է հանձնել։ Ամուսնուց բաժանվելուց հետո երրորդին տարել էր մորտուն գյուղ։ Նախկին ամուսնու բնակարանի տանդուրն այսօր փակ էր, ոչ մեկը չարձագանքեց, պարզ չէ հոր գտնվելու վայրը։ Հարևաններն էլ պնդում էին, թե չեն ճանաչում ընտանիքին, ոչ աղմուկ աղաղակ էին լսել, ոչ էլ տեղյակ էին տեղի ունեցածից։ Միայն հաստատեցին, որ այդ բնակարանում Վարշավ կենվորներ կան։ Եկան Վարշավ մարդ կա ունենք ճանաչ։ Էդի ֆաշիստ մարդն է դες բանան, ո՞ս կար երեխուն ծեցել։ Երեխայի մոր խոսքերից պարզ է դառնում, որ նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք կան, զանազան ամուսնություններից ծնված երեխաներ։ Արդյոք այս ընտանիքը եղել է սոցաշխատողների ուշադրության ներքո։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ ոչ։ Գերատեսչության աշխատակիցները միայն սարսափելի դեպքից հետո են այցելել ընտանիք, այն էլ դուռը փակ են գտել։ Իսկ տատիկի մոտ գտնվող 3-ամյա աղջնակին արդեն տեղափոխել են խնամքի հաստատություն։ Իսկ ինչու է նման խոցելի ընտանիքը հայտնվել պետության ուշադրությունից դուրս, նախարարությունից ընդգծեցին, ընտանիքը անապահովության նպաստի շահառու չի եղել, արտառոս դեպք էլ մինչ այդ չի գրանցվել։